Ուրեմն հասել ենք Հովաննես Ավետարան 11-րդ գլուխ, սիրելի քույր եղբայրներ։ Հովաննես Ավետարան 11-րդ գլուխ, գեղեցիկ պատմություն, որ արդեն գիտեմ շատերը գիտեք, Մարիամ, Մարթա, Ղազարոսի պատմությունը, Ղազարոսի հարության մասին է այսօրվա մեր խոսքը, թե Հիսուս եկավ եւ Ղազարոսին հարուցանեց։ Եվ այս կարևոր միտք է եւ անշուշտ գիտեք ինչպես քանի անգամներ ասել եմ, եթե գհետևիկ այս Հովաննու Ավետարանի մեր սերտողությունները, իմիջայլոց ասեմ, որ այս սերտողությունները ծեր համար են, ծեր դնային ժողովներու համար, ծեր զավակներուն հետ նստիլ լսել, ուղարկել նաև այդ մարդկանց, որ գուզեն սիրել կամ գսիրեն դիրոջ խոսքը սերդել, այս ծառայությունները ուղի եթերով գնենք, բայց նաև ինչպես գիտեք YouTube-ով, Խոսք TV-ով, Facebook-ով դրված են, կդեղատրվին այս սերտողությունները, որոնք անոնք որ ծարավ են, գլսեն, անոնք որ ծարավ են դիրոջ խոսքին, գլսեն եւ վստահ եմ որ կփոխվին եւ գործնվին։ Ուրեմն այսօր եկեք այս 11-րդ գլուխը միասին նայենք Հովաննու Ավետարանին։ Ինչպես գիտեք, քարոզչություն չէ, այլ ընթերցում է։ Ընթերցում է դիրոջ խոսքին։ Սիրելի քույր եղբայրներ, հայրենագիցներ, շատեր կան այսօր, որ շատ լավ բաներ գլսեն եւ քարոզներ, կհետաքրքրվեն քարոզներու, գլսեն քարոզներ, դարբեր նյութեր, դարբեր թեմաներ, երբեմն շեղված թեմաներ, երբեմն ուրիշ թեմաներ, բայց շատ քիչեր կան, որ գընթերցեն սուրբ գիրքը եւ ընթերցված բարերու մեջ են սուրբ հոգի ներկործությամբ գանտրատարնան դիրոջ ուղղությունը եւ խոսքը։ Շատեր կան, որ իրենց սիրած թեմաները, իրենց սիրած նյութերն է, որ գուզեն այդ նյութերով քարոզներ լսել։ Բայց Աստծո խոսքը 1, 2, 3, 4 նյութեր չեն։ Աստծո խոսքն է, որ մենք պետք է ամեն խոսքին մեր սրտերը բանանք եւ տեսնենք թե Տերը ինչ ունի ըսելիք մեզ։ Ոչ թե մենք ինչ կուզենք լսել, այլ Տերը ինչ ունի մեզ ըսելու։ Հալելույա։ Ուրեմն եթե դու անկեղծությամբ, ինչպես անոնք որ հետևեցան մեր գիրագի օրվա ուրեմն հոգեկալստյան այս դոնի արտիվ քարոզին, մենք գիտենք որ երբ որ դու անկեղծ կսպասես Տիրոջ խոսքը որ քեզ հբվի, երբ որ դու անգերձ կսպասես հնազանդելու, երբ որ դու անգերձ լրջությամբ կսպասես Տիրոջ խոսքին, այն ժամանակ եւ միայն այն ժամանակ է, որ Սուրբ Հոգին գայցել է քեզ եւ գխառնե քեզ, գնորոքե քեզ, գլեցնե քեզ, բարգևներով, օրդություններով, եթե դու այդ պատրաստական հոգեվիճակի մեջ ես։ Լսեցեք քարոզը գիրագյուրվա եւ վստահ եմ շատ բաներ պիտի սորվիկ եւ օրտնվիկ։ Հովաննես 11 Մարիամին եւ անոր քրոջ Մարթայի քյուրեն Բեթանիային Ղազարոս անունով մեկը հիվանդ էր։ Ասիգա այն Մարիամն էր, որ դերը օծեց ու անոր ոտքերը իր մազերովը սրբեց, որուն եղբայրն էր հիվանդ Ղազարոսը։ Ուրեմն նախ կուզեմ ասել, որ Մատթեոսի մեջ եւ Մարգոսի մեջ այս պատմությունը գրված է, թե Մարիամ ինչպես Հիսուսի օծեց։ Հովաննեսի մեջ թեր գրված չէ, պիտի գրվի 12-րդ գլուխը։ Ուրեմն Հովաննեսը արդեն այդպես կգրե, որ ժողովուրդը գիտեն, որ Մարիամի մասին է խոսքը։ Այդ Մարիամի մասին քանի անգամներ լսած են։ Չմոռնաք, որ Հովաննես Ավետարանը գրված է 90-րդ թվականը։ Ուրեմն մինչև 90 թվական եկեղեցին Մարիամի մասին լավ գիտեր։ Ոչ թե Մարիամ Հիսուսի մամային մասին է խոսքը, այլ Մարիամ Ղազարոսի քույրիկի մասին, որ ինչպես օծեց Տիրոջը, ինչպես պատրաստեց Տիրոջը իր թաղումի օրվան։ Որքան խոսված էր դերևս այդ նվիրյալ Մարիամի մասին, թե նվիրած էր իր ամբողջ հարստությունը Հիսուս Քրիստոսի համար։ Ուրեմն Մարիամի մասին է, որուն եղբայրը Ղազարոս հիվանդ էր։ Ուրեմն սկիզբեն պատմությունը կսկսի Ղազարոսի մասին շեշտը տնելով, Ղազարոս Եղիազար անունի հագիրջ մասն է։ Ղազարոս Եղիազար։ Եղիազարը ասել է Աստված իմ օգնությունը։ Աստված իմ օգնությունը։ Ինչ գեղեցիկ խոսք։ Աստված է օգնությունը։ Աստված է իմ օգնությունը։ Եվ կարծեք Ղազարոսին Աստված է իմ օգնությունը պիտի երևնա նույնիսկ իր մերնել են հետո։ Գիշեք նաև գար Ղազարոսը, աղքատ Ղազարոսը, որ մերնել են վերջ կսե Աբրահամին կողքը գնաց եւ իր քիրգը մնավ։ Ղազարոս, Աստված է իմ օգնությունը։ Հարուստ մարդը գար, որ ինքը իր հարստության նվիրված էր, իր հարստության վստահեր,
բայց աղքատ Ղազարոսը գվստահեր Աստծո։ Աստված էր իր օգնությունը։ Եվ երբ որ Աստված կդառնա քո օգնությունը, եւ որ դու կդառնաս Եղիազար, եւ Աստված կդառնա քո օգնությունը, վստահ եղիր ամեն իրավիճակի մեջ, նույնիսկ մահվա շուքի ծորի մեջ են ալբդդիս, անժամանակ Աստված ինք գիտե օգնել իր զավակին։ Միայն մեկ պայման, որ իսկապես ոչ թե խոսքով, այլ ընդրությամբ եւ կյանքով Աստվածը լա քո օգնությունը։ Աստծո վստահիս եւ Աստծո ծառայես եւ Աստծո նվիրվիս, ուրիշ բան չունես, բարձրապես վստահիս Տիրոջը։ Անժամանակ Տիրոջ օրհնությունը կտեսնես, մինչև նույնիսկ քումերներդ հետո եւ նույնիսկ Հավիդյանս Հավիդենից, երբ քեզ հարություն առնել պիտի դա իր երկրորդ կալստյան։ Հալելույա։ Ուստի իր քույրերը մարդ ղրգեցին Հիսուսի ու ասին. «Դեր ահա անիկա որ դու գսիրես հիվանդ է»։ Այս ընտանիքը Մարիամ, Մարտա եւ Ղազարոս մտերիմներ էին Հիսուսի։ Հիսուսի մտերիմ ընկերներ էին նաեւ։ Եվ հավասիկ գղրգեն Հիսուսի սերով քո սիրած ընկերդ հիվանդ է։ Ինչ լավ է եթե մենք Հիսուսի սիրածները լայինք։ Որքան լավ է եթե մենք մեր կյանքը դայինք Հիսուս Քրիստոսի սիրո մեջ։ Երանի թե իմ համարս վեր Հիսուսի սիրողը կամ քեզ համարս վեր թե Հիսուս կսիրե քեզ։ Երանի ոչ թե խոսեինք ընդհանրական սիրո մասին, այլ հարաբերության սիրո մասին Տիրոջ հետ։ Աստված սիրեց աշխարհը եւ տվավ իր միածին որդին ամեն, բայց այստեղ Ղազարոսին դարբեր ցևով, Հովաննեսին նաեւ մենք գիտենք, որ պիտի գարտանք մի քանի գլուխ հետո, իրեն դարբեր ցևով, ավելի մտերմությամբ։ Այս սերը, այս սիրահարության սերը շատ մեծ բան կփոխի։ Ոչ թե հավատքի սերը, այլ սիրահարության սերը։ Երանի ամեն Քրիստոս անվանողը, երանի այն որ գտավանի դեր Հիսուս Քրիստոսը, իրականը լար այն Հիսուսի մտերիմը։ Ես ցեզի գսե մտերիմներ անվանեցի։ Բարեկամներ։ Իմ կյանքս տվի ձեր համար։ Քանի որ բարեկամը իր սիրածին համար իր կյանքը գուտա։ Ավասիկ իրական սեր, ոչ թե խոսքով, ոչ թե մարդկային, ոչ թե ըսկացողական, ոչ թե երբեմները, ոչ թե երբ հարմար է ինձ, այլ իսկական սերը, որ գզոհե ամեն ինչ իր սիրածին համար։ Ավասիկ ինչպես էր Հիսուսի հարաբերությունը Մարիամի, Մարտայի եւ Ղազարոսի հետ։ Հիսուս երբ լսեց ասավ. այս հիվանդությունը մահվան համար չէ, հաբա Աստծո փառքին համար, որպես Աստծո որդին անով փառավորվի։ Հիվանդությունը մահվա համար չէ, ինչս էլ գուզե, ոչ թե պիտի չմեռնի, այլ այս հիվանդությունը հավիտենական մահվա համար չէ։ Քանի որ գտեսնենք պատմությունը, որ Ղազարոսը մեռավ, 4 օր թաղված մնաց, մահվան մասին չէր ֆիզիկական, այլ գսե այս հիվանդությունը մահվան, մնայուն մահվան, հավիտենական մահվան համար չէ։ Եվ ինքը գիտեր թե Հիսուս պիտի կար եւ պիտի փառավորեր հայրը իր կորձով, իր հարությամբ որ պիտի դար։ Հիսուս կսիրեր Մարտան եւ անոր քույրը եւ Ղազարոսը։ Հալելույա, ինչ գեղեցիկ խոսք։ Հիսուս կսիրեր Մարտային, անուն դրված է այստեղ, չսեր Հիսուս կսիրեր ամբողջ աշխարհին։ Այո, գսիր ամբողջ աշխարհին, բայց անվանի Հիսուս կսիրե Մարտային, Հիսուս կսիրե Մարիամին, Հիսուս կսիրե Ղազարոսին, անոնք որ ինք մտերիմ են, այդ Մարիամը որ իր կյանքը տվավ, այդ Մարիամը որ իր ամբողջ հարստությունը տվավ Հիսուսին, այդ Ղազարոսը որ իր դունը բացավ միշտ Հիսուսին համար, այդ Մարտան որ միշտ ծառայեց Հիսուսին եւ Հիսուս իրենց դուններ, այդ երեքը որ ամբողջովին նվիրված էին Հիսուսին, այս է սերը։ Ոչ թե գիրագի օրը մեկ եկեղեցի գալ, ոչ թե երբեմները սուբկիր կարտալ, ոչ թե փերանացի ասել Հիսուս ջան գսիրեմ քեզ, չէ, այդ մարդիկը որ սերը գփաստեին իրենց էությամբ, այդ մարդիկը որ սերը գնվիրեին Հիսուսի երևալի ցևով, ճշմարիտ ցևով։ Երանի քեզ, երանի ինձ, եթե այդպես մարդ ենք եւ կամ եթե գաղութենք որ այդպես լանք։ Երանի ինձ, երանի քեզ, եթե մենք իսկապես գուզենք մեր սրդի մեջ, որ այդպես նվիրյալ մարդը լանք։ Գիտեմ ինչ որ գսեմ շատերուն հաջելի չէ, շատերուն վտանգավոր կտեսնեն, շատեր գսեն ժամանակ չունենք, շատեր գսեն չեմ կարող, ուրիշներ ուրիշ բաներ,
բայց սուբ գիրքը հստակ է գարտանք այստեղ, հստակ է սիրո մեջ կա մտերիմ հարաբերություն, նվիրյալ հարաբերություն, ծառայելու հարաբերություն։ Հիսուս սիրեց աշխարհը եւ ինչ դվավ իր անձը։ Մարիամը սիրեց Հիսուսի եւ դվավ իր օժիդը, իր ամբողջ հարստությունը։ Մարտան սիրեց Հիսուսի եւ ծառայեց Տիրոջը։ Ղազարոսը սիրեց Հիսուսի եւ իր դունը բացավ։ Սերը գերևնա, խոսքով չէ, իրականությամբ։ Երբ լսես թե հիվանդ է, եղած դեղը 2 օր ալ եւս կեցավ։ Անգի ետ կեսավ աշակերտներուն, եկեք նորեն Հրեաստան երթանք։ Աշակերտները իրենսին, ռաբբի հրյաները հիմա քեզ կփնտրեին քարգոծելու համար, նորեն հոն երթաս։ Գիտեք, մենք անցյալ անգամ տեսանք հրյաները ուզեցին քարգոծել Հիսուսի, սպանել Հիսուսի, քանի որ Հիսուս շեշտը տրավ, թե հրյաները պետք է ապաշխարեին, չէ որ քանի որ իրենք Աբրահամի որդիներ են, ուրեմն իրենք փրկվածներ են, իրենք պետք ունին ներվելու, ապաշխարելու, զղջալու, հանձնվելու, ինչպես ամեն մարդ այս աշխարհի մեջ եւ մանավանդ մեր հայերս, որ գսեն երբեմն մենք հայ ենք, մենք քրիստոնյա ենք, մենք խաչ ունենք, մենք այս ունենք, մենք այն ունենք, ժողովուրդ ջան, հրյաները մեզ մի ավելի ազո մոտ մարդիկ էին եւ Աստված Հիսուսով հրյաներուն շատ ավելի վատ ծևով պատասխանեց, շատ ավելի զորավոր ծևով հանդիմանեց, ուրեմն մեզի որքան պիտի հանդիմանե։ Ուրեմն չգետրոնանանք մեր քրիստոնեության վրա, թե մենք քրիստոնյա ենք, այլ մենք պետք է վերանայենք մեր հավատքը Տեր Հիսուս Քրիստոսի վրա, անձնական հարաբերություն Հիսուս Քրիստոսի հետ։ Այո, ուզեցին սպանել Հիսուսի, ինչպես այսօր շատերը չեն լսեր այս քարոզները, չեն լսեր այս սերտողությունները, իրենց չի հետաքրքրել եւ կամ իրենց կխանգարեն։ Եվ քանի որ իրենց կխանգարի, չեն լսեր։ Գսիրեն լսել եկեղեցիներ, քարոզիչներ, քարոզներ, որ իրենց սրդին ուզածը գսեն, որ իրենց սրդին փափակածը իրենց գսեն, որ իրենց կքաչալերեն այդ իմաստով որ ամեն ինչ լավ պիտի լա, բայց այդպես չէ, եթե չաշխարես ամեն ինչ լավ պիտի չլա քեզի, եթե չվերադառնաս Հիսուս Քրիստոսի ամեն ինչ լավ պիտի չլա քեզի, դու պետք ունիս ապաշխարելու, խոնարհվելու, նվիրվելու, զղջալու ամեն իր վիճակին մեջ, այն ժամանակ է որ Աստված պիտի դառնա քո հայրը եւ քեզ պիտի պաշտպանի եւ ոչ մեկը իր ցերքեն քեզ պիտի չհերացնեն։ Գա պայմաններ եւ գա բարդականություններ եւ գա օրտություններ։ Առանց բարդականության օրտություն չկա։ Պայմանները պիտի հարկես։ Ամբողջ 5 դագարանի երկրորդ օրինագծի մեջ կսե, եթե այս բանը, եթե այն բանը, եթե այն բանը անես, անժամանակ ես քեզի Աստված պիտի լամ եւ դու ինձ ժողովուրդ։ Եթե Հիսուս ինչ պատասխանեց իրենց, չէ որ օրը 12 ժամ է, եթե մեկը ծորեգը կալե, չի սահիր, վասնզի այս աշխարհին լույսը կտեսնե, մի խոսքով, երբ որ ծորեգվա մեջ կկալես, ընելիքդ կնես, ամեն ինչ կտեսնես, գիտես ինչ պիտի լա, արև գա աշխարհին լույսը արևն է, արև գա գլուսավոր է քեզ, 12 ժամը հրեական ժամերն են, որ մեր նորմալ ծերեգի ժամերն են, բայց եթե մեկը գիշերը կալե, գսահի, վասնզի իրեն հետ լույս չգա։ Ինչս էլ գուզե, հրյաները քեզ պիտի սպանեն մի երթար, բայց Հիսուս կսե, եթե ես չերթամ, հոգևոր լույսը պիտի չձակի։ Հիմա ժամանակն է հոգևոր լույսին, ես եմ լույսը, ես պետք է երթամ, որ այդտեղ խավարին մեջ քարոզեմ, լույս տամ, ցույց տամ, ուղղություն տամ։ Օրը պիտի կա, որ ես պիտի չկամ, եւ այդ լույսը դուք պիտի լաք խավարին մեջ, դուք պիտի երթաք եւ լույսը պիտի դակ այս աշխարհին։ Հիմա ես հոսեմ, ես պիտի դնեմ այս գործը, կարևոր չէ ինձ կսպանեն, գուզեն սպաններ, կքարգոզեն, ժամանակն է, ես այդ ժամանակին մեջն եմ։ Մինչև իմ խաչելությունս, ես իմ գործս պիտի կատարեմ եւ ոչ մեկը չի կրնար հագարագին։ Երուսաղեմ երթամ կամ ուր երթամ, հրյաները բան չեն կրնարնել ինձ, քանի որ ես այդ ցերեգի ժամվա մեջն եմ։ Պիտի կա ժամանակը, որ ցերկենին վրաս պիտի տնեն եւ ինձ խաչը պիտի անեն, բայց այդ ալ իրենց մեջ է, ես իմ կյանքս պիտի դամ, բայց միջև այդ ես պիտի ծառայեմ։ Այս բաները ասել են հետո ըսավ անոնց, Ղազարոս մեր բարեկամը քնացած է, երթամ որբեսի զանիգա արթնցնեմ։ Երկու բան այստեղ։ Նախ Ղազարոս կսե մեր բարեկամը։ Հո հալելույա։ Հիսուս կսիրեր Ղազարոսին, Ղազարոսը կսիրեր Հիսուսին։
Բայց Հիսուս Ղազարոսին կներկայացնի իբր մեր մտերիմը։ Իմ մտերիմս ձեր մտերիմն է։ Իմ բարեկամս ձեր բարեկամն է։ Ան որ ինձ կսիրե, քեզ կսիրե։ Ան որ ես կսիրեմ, դու գալ պիտի սիրեք։ Այստեղ կմիացնե Ղազարոսի Հիսուսի հետ ունեցած հարաբերությունը կմիացնե նաև եկեղեցին, հավատացյալներուն։ Սիրելի քույր եղբայրներ, դիսեք միապանություն ինչպես Հիսուս կուզե, որ մենք սորվենք ինչ ըսել է եկեղեցին։ Ինչ է Քրիստոսի աշակերտը լալը։ Անպանը որ այն անձը որ Հիսուսի մոտ է ինձյալ մոտ է։ Այն անձը որ Հիսուս իրեն մոտ է, ես ալ մոտ պետք է լամ։ Ղազարոսը միան իմ բարեկամս չէ։ Ղազարոսն այն մեր բոլորին բարեկամն է։ Հոյագապ խոսք է Հիսուսին։ Սիրելի քույր եղբայր, երբ քրոջդ եղբորդ կնայիս, օդարցևով մինայիր։ Հիսուսին մտերիմն է։ Քոնա մտերիմ պետք է լա։ Հիսուս իր արյունով զինք փրկեց։ Դունալ պետք է այդ մարդուն սիրես Հիսուսի մարմինի պես։ Եթե ամեն մարդ այսօր եկեղեցիներու մեջ, հավաքներու մեջ, խմբակներու մեջ, եթե այս բանը հասկանային, մենք շատ ավելի օրդություն պիտի ապրեինք մեր փոքր խմբակներու մեջ։ Քրիստոսի մարմինի մեջ շատ ավելի օրդություն պիտի լար, եթե դու հասկանաս, ան որ մտերիմ է Հիսուսին, նաև քեզի մտերիմ է։ Այն որ Հիսուս փրկեց իր արյունով եւ այնքան գսիր այդ մարդուն, պետք է դունալ այնքան սիրելի դառնաս այդ մարդուն։ Քանի որ մարդը դունալ պետք է սիրես Հիսուսի սիրով։ Եվ որ մենք կսենք, մենք Հիսուսի սիրով իրար պետք է սիրենք, այս է միտքը։ Ղազարոս միան իմ բարեկամը չէ, Ղազարոս նաև ծեր բարեկամն է։ Իմ մտերիմը չէ միայն, այլ նաև ծեր մտերիմն է։ Հալելույա։ Սավ երթամ եւ արտնցնեմ քանզի կքնանա։ Մերած էր Ղազարոս, բայց այստեղ Հիսուս ինչպես վերնա լսավ, մահվան համար չէ, այստեղ գսե կքնանա գննչե։ Հավատացյալին համար մահ չկա։ Նույնիսկ եթե մարմինի մահը եկավ եւ մահացավ, հավատացյալին համար միան ննչել գա, քնանալ գա։ Անորմալ մենք կսենք ննչեցյալներ, երբ որ մեկը իրական Հիսուս Քրիստոսի մեջ մահացավ։ Գշեշտեմ իրական Հիսուս Քրիստոսի մեջ մահացավ։ Ամեն հայերուն ննչեցյալ գսենք, ասեմ ցեզի շատ մեծ շփոթություն գբերե, երբ որ դու ննչեցյալ գսես մի անձի, որ ինքը բոլորովին Հիսուս Քրիստոսի դեղյակ չէ։ Հա բայց հայեք մգրդված է երեխայի ժամանակ, երբեմն եկեղեցի ու կամ եկեղեցին տրամ գուտա։ Ուրեմն ննչեցյալ, ոչ, ննչեցյալը այն մարդն է, որ գարտացին այստեղ, որ Հիսուսին սիրականն է, Հիսուսի հետ է, Հիսուսի սիրող է, իր դունը բաց, իր սիրտը բաց, իր միտքը բաց Հիսուսի համար, այն մարդուն համար Հիսուս կսե, մերած չէ, գքնանա։ Երանի մեր թաղման արարողություններում քիչ ավելի այսպես խոսվեր եւ քան թե ըսվեր թե մենք բոլորս մերած ենք, ննչեցյալ ենք, օրը Հիսուս պիտի կա մեզի բոլորս իր հետ պիտի դանի, այդ խոսքերեն մարդկանց կխափենք երբեմն։ Մեր եկեղեցիներու մեջ, հուղարկավորության արարողություններու մեջ ավելի սդախոսություն կա այդտեղ, քան թե իրականություն կա մարդկանց ասելու։ Այս պատմությունը մեզ ցույց կտա, որ Հիսուս ննչեցյալ գսե անոր, որ գսիրեր զինք։ Նվիրված էր Հիսուսի, ինքը եւ իր քույրիկները, մի խոսքով ինքը եւ իր դունը։ Մեր բարեկամը երթամ արտնցնեմ։ Աշակերտներսին դեր եթե կքնանա, գարտնա։ Հիսուս անոր մեռնելուն համար գսեր անշուշտ, բայց անոնք կգարձեին թե քնանալու մասին կխոսի։ Աշակերտներ չհասկացան։ Երթամ արտնցնեմ, եթե հիվանդ է թող քնանա, լավ գլա։ Բայց անշուշտ Հիսուս կխոսեր իր հոգևոր արտնանալու մասին, իր հոգևոր մահվա մասին, որ չեր մերած, այլ կքնանար։ Հալելույա, ինչ գեղեցիկ խոսքեր են այս բոլորը։ Այնանեն Հիսուս հայտնաբես ըսավ անոնց, Ղազարոս մերավ, եւ ես ուրախ եմ ցեզի համար, որ հոն չէի, որովհետեւ դուք հավատաք, բայց եկեք երթանք անոր։ Ես ուրախ եմ, որ հոն չէի։ Ինչպես կնար Հիսուս ուրախ, որ իր սիրած եղբայրը մահացավ։ Գիտեք ինչ ուրախ էր, որ իր փառքը ավելի մեծ պիտի երևնար հիմա աշակերտներուն, Մարիամին, Մարտային, Ղազարոսին եւ բոլոր ժողովրդին։
Ինքը այնտեղ չէր։ Դիդավորյալ արդյոք այնտեղ չէր։ Հայրը իրեն ուղեց ուրիշ տեղ։ Չենք գիտեր այս բաժինը։ Բայց Հիսուս կսես այդտեղ չէի, ուրախ եմ այդտեղ չէի, որ դուք տեսնեք Տիրոջ փառքը։ Սիրելի քույր եղբայրներ, շատ անգամներ պետք են, որ Հիսուս իր ներքործությունը կանգնեցնե, որովհետեւ շատ ավելի մեծ բաներ ցույց տա մեզի։ Երբ ամեն նեղության մենք կգանչենք Հիսուսի եւ գուզենք անպայման, որ մեր այդ նեղության մեջ ինք բժշկե կամ հրաշ կնե, երբեմն իր ուշացումը մեզ շատ ավելի մեծ օրտություններու թուրեր կփանա։ Ուշադիր եղիր, որ երբ որ քո ուզած ժամանակիդ քո ծևերով դերը չպատասխաներ, չնեղանաս Տիրոջ մե, չհիաստապվես Տիրոջ մե, այլ դու քեզ ասե իր ուշացման մեջ ավելի մեծ օրտնություն կա։ Եվ այստեղ ուրեմն երթանք մենք անորքով Թովմաս, որ եկվորյակ կգոչվեր, ըսավ իր աշակերտագիցներուն։ Մենք ալ երթանք, որպեսի անոր հետ մեռնենք։ Ահավասիկ բարապ խոսք։ Գրնամ ասել հոգևոր այսպես մտնոլորդային խոսքեր, որ կպատահի այսօր մեր եկեղեցիներու պաշտամունքներուն ընթացքին։ Ամեն հովիվ, մենք պատրաստ ենք հովիվ, ամեն քնով մենք պատրաստ ենք Տիրոջը հետևելու, այսպես խոսքեր։ Բայց ասեմ ցեզի բարապ խոսք։ Թովմասը, այն Թովմասն էր, որ 20-րդ գլխում մեջ պիտի ասե, եթե ես իր ցերկերը չտեսնեմ եւ իր գողը չտեսնեմ, չեմ հավատար։ Եվ այդ Թովմասը գսե, եկեք երթանք իրեն հետ մեռնենք։ Ահավասիկ այսօր մեր սիրելի հավատացյալներն են, որ մտնոլորդի ըսկացումների մեջ, մտնոլորդային վիճակներու մեջ մարդիկ հոգևոր այսպես խոսքեր գխոսին, հրճագումներ գնեն, օրտնություններ գխոսին, մտնոլորդի մեջ։ Բայց այս Թովմաս դու գիտես ինչի մասին գխոսիս։ Հիսուսը ասավ երթանք մեռնենք, երթանք արթնցնենք ասավ։ Ինչ մեռնելու մասին գխոսիս։ Այս երբեմն ապեղ ծպեղ բաներ գխոսենք, իբր թե որ մենք հոգևորներ ենք։ Հոգևոր խոսքեր այսպես։ Եվ ասեմ ցեզի, շատ ցավալի է այսօր հոգևորներուն լսել, որ երբ որ հոգևոր մտնոլորդի մեջ են, այդպես հոգևոր խոսքեր գխոսին, որ նույն անձը մի քանի ժամ հետո հոգևոր մտնոլորդեն դուս բոլորովին դարբեր բան գխոսի։ Ուրեմն ավելի լավ է հոգևոր մտնոլորդի մեջ եղած ժամանակ բերանը զուս պահես եւ սիրտդ աշխատցնես, որովհետեւ հոգևոր մտնոլորդը վերջանա, երբ վերջանա, քո սիրտիդ լեցունությունով դու կարողանաս խոսես եւ ոչ թե մտնոլորդային ըսկացումներու մեջ։ Հալելույա, ուշադիր եղեք, սիրելի քույր եղբայրներ, ուշադիր եղեք այս խոսքերում։ Ուրեմն Հիսուս 17-րդ համար երբ գնաց գտավ, որ անիգա արդեն 4 օրվան գերեզմանը տրված էր։ Բեթանիա Երուսաղեմի մոտ էր 15 ասպարեզի չափ, մոտավորապես 3 կիլոմետր։ Հրյաներ են շատեր Մարտային եւ Մարիամի եկած էին, որպեսզի մխիթարեն զանոնք իրենց եղբոր համար։ Արդ երբ Մարտան լսեց, թե Հիսուսը գուկա, զանիգա թիմավորելու գնաց, բայց Մարիամ դանը մեջ նստեր էր։ Մարտա ասավ Հիսուսին. «Դեր, եթե հոսը լայիր, իմ եղբայրս չեր մեռներ։ Բայց գիտեմ, թե հիմա էլ դու ինչ որ խնդրես Աստծուց մե, Աստված պիտի տա քեզի։ Եթե հոսը լայիր, եղբայրս պիտի չմեռներ։ Okay, Հիսուս հոս չեր, եղբայրը մեռավ։ Բայց հիմա ինչ պիտի լա։ Հիմա շատ ավելի մեծ բան պիտի լա։ Հիսուս եթե Ղազարոս հիվանդ էր, Հիսուս շատ հիվանդներուն բժշկեց։ Ղազարոսի բժշկությունը այնքան մեծ պատմություն չէր։ Բայց Ղազարոսին 4 օրվա մեռնելուց հետո հարություն տալը շատ ավելի մեծ բան է։ Եթե դու նոցլայիր չեր մեռներ, այո, եթե դու մի քանի ամիս առաջ այս բանը ընեիր, դեռ այս բանը չեր լար, օքեյ, ինչպես քիչ առաջ ասի, բայց մի քանի ամիս հետո որ ես պատասխան չտվեցի քեզ, մի քանի տարի հետո ես քեզ պատասխան չտվեցի, բայց ես գիտեմ, որ հիմա ավելի մեծ գործեր պիտի ընեմ քեզ համար։ Եվ գսած դեռ ես գիտեմ որ դու հիմա ինչ որ ուզես Աստված գուտա քեզ։ Մարտան չէր գիտեր ինչ պիտի ներ, նույնիսկ չէր գրնար Երևակայել, թե ինչ պիտի ըներ Հիսուս 4 օրվա քերեզմանի մեջ եղած մարդուն դուրս հանելը, չէր գրնար Երևակայել նույնիսկ։
Բայց Մարթային մտածելակերպը հետևյալն է. երբ Հիսուս հոս է, երբ Հիսուս այստեղ է, մնացած հարցերու մասին չեմ մտածեր։ Եթե 4 օր առաջ կայիր, վստահ ուրիշ բան մի դնար։ Հիմա եկար, կարևոր չէ դու այստեղ ես, ես հանգիստ եմ, որ դու այստեղ ես։ Ահա ճշմարիտ հավատքը։ Հիսուսի ներկայության հավատալ եւ ոչ թե Հիսուս ինչ պիտի ընե։ Ոչ թե աղոթել, որ Աստված մեզի մի բան անի, այլ աղոթել, որ Տիրոջ ներկայության մեջ մնամ, այդ նեղ վիճակի մեջ, այդ ցավացյալ վիճակի մեջ, այդ սուքի մեջ, այդ հարվածներու մեջ, դեր քո ներկայությունը բավարար է ինձ, ես կուզեմ քո ներկայության մեջ մնալ։ Այս է աշակերտի, Քրիստոսի աշակերտի իսկական հիմքը հավատքի։ Սիրելի քույր եղբայրներ, մենք որքան մեր հավատքը պետք է վերանայենք։ Քանի աղոթքներ ըրել ենք, որ դերը քա, դերը նորոգե, դերը բժշկե, դերը դա, դերը փոխե, այսպես աղոթներ։ Բայց շատ քիչ աղոթներ գնենք, դեր այս վիճակի մեջ ես միայն առաջ կգանքնեմ եւ կհավատամ, որ դու ներկա ես եւ քոհեմ քո ներկայութենեն, նույնիսկ եթե ոչ մի բան չփոխվի, քոհեմ քո ներկայութենեն, վստահ եմ կհավատամ, որ դու երբ կաս այնտեղ փոփոխություն կա։ Այս էր Մարտայի միտքը։ Հիսուս դարձեք ինչ կպատասխանի, քու եղբայրդ հարություն պիտի առնի։ Հոյագապ նախատասություն, որ ոչ ժամ կա, ոչ օր կա, ոչ ցև կա։ Քու եղբայրդ հարություն պիտի առնի։ Մարտան ասավ, գիտեմ, որ հարություն պիտի առնի։ Հարության վերջին օրը։ Վերջին օր մգա չէ, սիրելիներ։ Որն է վերջին օրը։ Հիսուսի վերադարձը, Դադաստանի օրը։ Այդ օրը բոլորը հարություն պիտի առնեն։ Որոնք պիտի հարություն առնեն թադաբարդության, որոնք պիտի հարություն առնեն հավիտենական օրհնության։ Եվ Մարտան գսե, գիտեմ, որ հարություն պիտի առնի եղբայրս վերջին օրը։ Ինքը հավատքի մարդ է, ինքը պիտի առնի հարություն վերջին օրը։ Եվ որ Հիսուս գսե, եղբայրդ հարություն պիտի առնի, Մարտան գսե, գիտեմ, օրը բոլորս հարություն պիտի առնենք։ Գեներալ խոսքերը, ընդհանուր խոսքերը պատասխան կուտա Մարտան։ Եւ Հիսուս գսե, չէ։ Լավ լսե, ես եմ հարությունը։ Ես եմ կյանքը, ես եմ հարությունն ու կյանքը։ Ես որ հիմա ներկա եմ, իմ ներկայությունն է կյանքը եւ իմ ներկայությունն է հարությունը։ Ոչ թե հարություն պիտի առնեն դուրսեն հարության զորություն պիտի կայրեն, ոչ, ես եմ այն հարությունը։ Երանի հավատայինք, ոչ թե ազոտ սերքը պետք ունենք, Աստված պետք ունենք։ Ոչ թե Հիսուսի հարության զորության պետք ունենք, այլ Հիսուսի պետք ունենք, քանի որ ինքն է հարությունը, ինքն է կյանքը, ինքն է օրհնությունը, ինքն է լույսը, ինքն է դուրը, ինքն է ամեն ինչը հոգևոր կյանքի ազատագրության համար։ Ես եմ հարությունը եւ կյանքը, ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի, եւ ան որ կենթանի է ու ինձի կհավատա, հավիտյան պիտի չմեռնի։ Ան որ ինձի կհավատա, թեև մեռնի պիտի ապրի, ես եմ հարությունը։ Մերավ մեր սիրելի Ղազարոսը, բայց ինքը կյանք ունի։ Հարություն այստեղ է, կյանք պիտի դա։ Հիսուսն է հարությունը, Հիսուսն է կյանքը։ Մերած ես կամ գաբրիս, քո հոգևոր կյանքը եթե մերած է, պետք ունիս հարության, առաջին հարություն գսե Սուրբ Գիրքը, այս է առաջին հարությունը։ Վերստին ծնունդը առաջին հարությունն է։ Սուրբ Հոգի այցելությունը առաջին հարությունն է։ Ապաշխարություն եւ զղջումը, որ գստանաս երկինքեն, առաջին հարությունն է։ Թեև մեռնիս դու հարուցյալ մարդ, նաեւ պիտի ապրիս։ Անդոր դեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հոգիով հարություն արած է, թեև մեռնի, պիտի ապրի, թեև իր մարմինը թաղենք, բայց իր հոգին կապրի հավիտյանս հավիտենից։ Այս առաջին հարությունն է, որ Հիսուս կքարոզե եւ մենք ալ պետք է գիտնանք։ Ուրեմն այսօր շատեր կան, որ գապրին, բայց մեռած են, պետք ունին հարությանը, եւ այդ հարություն դեր Հիսուս Քրիստոսն է ինքը, երբ բռնես Հիսուսի եւ քալես դեր Հիսուսի հետ։ Մենք գսե Բողոս Արաքյալ դուք մեռած էիք, բայց հիմա կենդանի եք։ Մեռած չէին այդ մարդիկը, գաբրեին իրենց կորձերով, իրենց մտքերով, իրենց զգացումներով գաբրեին, բայց Սուրբ Գիրքը գսե մեռած էիք։ Եվ քանի որ մեռած էիք Հիսուսով, հիմա գաբրիկ, կենդանացաք Քրիստոսով։ Նույն բանը, ան որ ինձ հավատա թեև մեռնի, պիտի ապրի, ես եմ հարությունը եւ կյանքը։
Եվ ան որ գաբրի ինձի կհավատա հավիտյան կյանք ունենա։ Հալելույա։ Եվ այստեղ Հիսուս կսե Մարթային դու կհավատաս։ Դու կհավատաս, որ ես եմ հարությունը։ Դու կհավատաս, որ ես եմ ամեն ինչի սկիզբը եւ վերջը։ Դու կհավատաս։ Եվ Մարթան ասավ. այո դեր, ես հավատացեր եմ, որ դու ես Քրիստոսը, Աստծո որդին, որ աշխարհ պիտի կայիր։ Հավատացել է, որ Հիսուսն է Աստվածը, Աստծո որդին, Մեսիան, այո, բայց չէր գնար հավատալ, որ Հիսուսն է հարությունը, Հիսուսն է կյանքը, Հիսուսի հետ հարաբերության մեջն է, որ կյանք գառնե մերած մարդը։ Շատ բաներ մենք գիտենք Հիսուսի մասին, շատ բաներ մենք գիտենք հոգևոր բաներու մասին, այո, բայց շատ բաներ մենք պետք է ավելի գիտնանք։ Այստեղ գտեսնենք Մարթայի հավատքի ընթացքը։ Գիտե որ ամեն մարդ հարություն մի դառնե Հիսուս Քրիստոսով, հետևորդները հարություն մի դառնեն, ամեն։ Գիտե որ Հիսուսը օրկա շատ բաներ գրնանել, այո, այդալ գիտեր։ Գիտե որ Հիսուսն է Աստծո միածին որդին, որ պիտի կար Մեսիան, այո, գիտեր, այդալ գիտեր։ Բայց չէր գրնար հասկանալ, որ Հիսուսի այդ ներկայությունը հիմա այդտեղ, այդ Բեթանիայի մեջ, այդ իր ներկայությունը հարության զորությունն է։ Չէր գիտեր, որ Հիսուսի ներկայությունն է, որ մարդուն կյանք կուտայվալ ավելի։ Հասկանանք, շատ բաներ գիտենք, շատ բաներ կհասկանանք, բայց մենք պետք է իրականը հասկանանք, ինչ որ գրված է ով է Հիսուսը։ Հալելույա, օրհնյալը լա մեր Տերը։ Կարևոր խոսքեր են։ Ուրեմն ասիկա ասել է վերջ համար 28-ը գնաց իր քույրը Մարիամը գաղթուկը կանչեց Մարթան, ասելով վարտաբեդը եկեր է եւ քեզ կկանչե։ Անիգա լսածին բե շուտ ելավ եւ գնաց Հիսուսին։ Հիսուս դեր քույրը եկած չէր, հաբա այնտեղն էր, ուր Մարտան զինք դիմավորեց։ Հրյաները, որ անոր հետ դանը մեջ էին եւ գմխտարային զանիգա, երբ տեսան թե Մարիան շուտ ելավ եւ գնաց, իրենք ալ անոր յետևեն կացին խորելով թե քերեզմանը գերտա որբեսի հոն լա։ Իսկ Մարիամ, երբ Հիսուսին եղած դեղը հասավ, զանիգա տեսավ անոր ոտքի ինալով ըսավ անոր դեր, եթե հոսը լայրի մեղբայրս չեր մերներ։ Ճիշտ նույն բանը, ինչ որ Մարթան գսե։ Հիսուս երբ տեսավ զանիգա որ գուլար եւ անոր հետ եղող հրյաները, որոնք գուլային, իր հոգին մեջ հարաճեց եւ խռովեցավ։ Սուկիրը գսե եւ այնտեղ լացավ։ Ֆրանսերեն թարգմանությունը։ Երբ տեսավ լացը Մարիամին, Մարթային, հրյաներուն նորմալ է որ պիտի լային Ղազարոս այնքան դարիքոտ մեկը չէր, Ղազարոսը մահացել էր։ Երբ կերտան քերեզման եւ սկավորներու հետ կլանք անշուշտ մենք ալ գուլանք զգացված իրեն ցավը կբաժնեցինք սկավորին հետ սկավոր կլանք եւ այստեղ Հիսուս լացողին հետ լացավ։ Բայց լացողը ինչու լացավ։ Լացողը լացավ ասելով վերջ ամեն ինչ։ Հիսուսի լացը ուրիշ էր։ Իրեն կուլային ասելով Ղազարոսը քնած էլ պիտի չկա։ Հիսուսի լացը ուրիշ էր։ Հիսուս գուլար ասելով խեղճ մարդիկ, չեք հասկանար որ ես հոսեմ։ Եվ Հիսուս գուլար գխորովեր անշուշտ բաժնակցելով սրդի ցավը մարդուս, այո ամեն։ Բայց նաև այդ սրդի ցավին հետ այն թերահավատությունը, որ ես այստեղ եմ, ինչու գուլաս։ Նային գնոջ զավակը երբ որ մահացած էր, մոտեցավ մամային, մայրիկին, որ իր զավակը գտաղեին, եւ ասավ ով գին միլար։ Ինչպես կրնա Հիսուս ասել միլար մի մոր, երբ իր զավակը գործընծուցած է։ Ինչպես կարելի այդ խոսքը ասել։ Զարմանալի։ Ոչ թե որ Հիսուս անզգամ է, կամ չի հասկանար մոր մցավը, այլ Հիսուս այդ մորը գսե հույս կա։ Այստեղ գուլա Հիսուս գխրովի Հիսուս, ասելով չեք հասկանար որ ես այստեղ եմ, ես եմ կյանքը, ես եմ ճշմարտությունը, ես եմ հարությունը։ Այս էր Հիսուսի ցավը։ Ուր թրածեք գսե։ Իրենսին դեր եկուր եւ դես, ուրեմն դարին քերեսման։ Հիսուս լացավ։ Ուստի հրյաները գսեին նայեցեք, որ չափ կսիրեր զանիգա։ Անոնցմե ոմանք ալ գսեին, ադիգա որ գույրին աչքերը բացավ չեր գրնարնել որ այս մարդնալ չմերնի։ Միշտ անշուշտ խոսողներ կան, հետևից առաջից Հիսուսի հագարակ խոսեցան,
ինձյալ հետևեցես խոսին, քո հետևիցալ գխոսին։ Բայց Հիսուսի կարևորությունը այդ անսկամները, այդ թերահավատները, այդ անհասկացող մարդիկ չեն։ Ինչ ուզեն թողոսեն։ Հիսուս լացավ, խորովեցավ, ասելով որ այս մարդկանց ցավը ես կուզեմ փարադել։ Բայց նաև Հիսուս այս մորցա ասելու, բայց Հիսուս նաև խորովեցավ, գիտեք ինչու։ Որ մեղքը ինչպես դխրություն կբերի այս աշխարհին։ Մեղքի պատճառով մահը եկավ, չէ՞։ Մեղքի պատճառով է մահը այս աշխարհի մեջ։ Հիվանդությունները, դարաբանքը, ցավը, գրիվները, պատերազմները մեղքի պատճառով։ Եվ Հիսուս երբ կնայի մեղքի պատճառի հետևանքի մարդուս մեջի ցավը գուլա գսե մեղ կնայիր ինչեր գադարեց մարդուս մեջ։ Եվ անոր համար անհամբեր կսպասե վերջին օրվան, որ մեղքը դժոխ կվերանա, որբեսի սատանան եւ իր տևերը եւ այդ մեն չարակորձություն ունողները բաճվեն, որբեսի նոր երկինք, նոր երկիր, ուր արդարությունը պիտի դիրե, ուր այլևս մահ պիտի չլա, լաց պիտի չլա կրված այդտեղ։ Հիսուս անհամբեր կսպասե, երբ տեսավ մահը, երբ տեսավ ցավը, երբ տեսավ մեղքը, երբ տեսավ թերահավատությունը մարդկանց։ Մանավանդ ինք որ գիտե թե ինչ պիտի ըլլա մի քանի տարի վերջ, մի քանի հազար տարի վերջ։ Վերջին օրվա արդյունքները ինք արդեն գիտեր։ Հիսուսի նաև լաց այդ էր, որ շուտ թող կա այդ օրը, որ սիրելի ժողովուրդը ազատագրվին ցավեն եւ քայլեն դիրոջ մաքուր ջամփուն մեջ։ Հիսուս նորեն իր սրտին մեջ հառաչելով գերեզման գնաց, անիգա քարայր մներ ու անոր վրա քար մտրված էր։ Հիսուս ասավ մեկտի ըրեք այս քարը։ Մերերին քույրը Մարթան ասավ դեր արդեն հոդած պիտի ըլլա, վասնզի 4 օրվան է։ Մեկտի քրեք, մեկտի թրեք այդ քարը։ Այդ քարը որ գհերացնե քեզ, կփաժնե քեզ հարութենեն։ Այդ քո թերահավատության քարն է եւ Մարթան գսե չէ, գսե որ գհոդի։ Այո գհոդի, գիտեմ գհոդի։ Ես ուշացել եմ ասոր համար, որ հոդի, որ հասկնակ, որ հարության Հիսուսի համար ոչ մեկ արգելք չի գա, ոչ մահը, ոչ ալ 4 օրվա մեռած մարդը ցանկի բերել։ Եվ Հիսուս պատասխան կտա գսե, քեզի չսի, եթե հավատաս, Աստծո փառքը պիտի տեսնես։ Հիսուս կխոսեր այդ հավատքի մասին, որ հիմա ես հարությունն եմ, իմ ներկայությունս կյանք պիտի փոխե, բայց Մարթան կգարձեր, որ Հիսուս վերջին օրվա հարության մասին կխոսեր։ Եվ Հիսուս կհիշեցնե գսե, ինչս քեզ քիչ առաջ, եթե հավատաս, պիտի տեսնես Աստծո փառքը։ Ինչ Աստծո փառքը կյանք տալն է։ Ինչ Աստծո փառքը այսօր մարդկանց համար, երբ մարդիկ առաջին հարությունը գաբրին, մի խոսքով իրական գաբաշխարեն, վերստին գծնվին։ Երբ մեկը վերստին գծնվի, Աստծո փառքը երևնալն է։ Քանի որ մեկը չի գրնար հավատքի կյանքի մեջ մտնել, եթե Աստծո Սուրբ Օքին չքորձե, Աստծո փառքը այդ ամենամեծ հրաշքն է, որ գործված մարդ մը գտնվի։ Այդ ամենամեծ հրաշքն է, որ անհավատ մարդը հավատալու կսկսի, թերահավատը վստահելու կսկսի, եթե դու հավատաս, պիտի տեսնես Աստծո փառքը, որ մերածին կյանք կուտա։ Այնադեն մեկտիերին կարը Հիսուս իր աչքերը վերցուց ասավ. հայր, ես շնորհակալ եմ քեզ մե որ ինձի լսեցիր։ Ես գիտեի թե այս ամենը ինձի ասիր եւ գլսես, բայց այս բոլորդիկս կայնող ժողովրդին համար ասի, որբեսի հավատան, թե դու ղրգեցիր զիս։ Ասիկ ասել են ետքը մեծ ցայնով մը գանչեց Ղազարոս դուրս եկուր։ Այն ցայնը որ օրը գսե Աստծո որդուն ցայնը պիտի լսենք եւ քերեզմաններեն դուրս պիտի կան։ Այդ կյանքի ցայնն է, այդ ստեղծողին ցայնն է, Հիսուսին ցայնը Աստուծո ցայնն է։ Նորից կտեսնենք Հիսուս Աստված այստեղ։ Միան Աստված մերելին կյանք ուտա։ 5 դագարան մեծի գսե 4 ոսկորներուն շունչ պիտի դամ, կյանք պիտի դամ եւ Աստված էր դվողը։ Բայց այստեղ Հիսուս եթե լավ նայեցեք, ասավ շնորհակալ եմ հայր, այս բանը գնեմ իրենց համար որ անհավատ են, որ տեսնեն թե դու ես ինձ խրգողը, ես քու մեջիցդ եկած եմ, ես եւ դու մեկ ենք։ Եվ Հիսուս չսավ հայր,
հարություն դուր իրեն, այլ ինքն է հարությունը, իր ցայնով հարություն դրվեցավ։ Շատ խորունգ է այստեղ։ Բարձր հարության ցայն հրճագեց եւ 4 օրվա մերելը կյանք արավ։ Ինչ բեղքի մեջ որ ես, որքան դարիներու 4 օրվա, 4 տարվա, 40 տարվա դարիներու մեղքի մեջ ես, թող Հիսուս իր հարուցյալ ցայնը հրճագե քո վրա, որովհետեւ այդ վիճակներուտ մեջ կյանք առնես եւ ալավելի կյանք, հավինական կյանքի զորությունը առնես, թող իր ցայնը հրճագե քո վրա, լսե Հիսուսի ցայնը եւ իմ հետ ասե Հիսուս հարուցյալ ցայնդ դուր ինձ, հրճագե իմ վրա, որովհետեւ հարություն առնեմ իմ գապվածություններեն, իմ մեղքերեն, իմ դգարություններեն եւ նույնիսկ եթե անհավատ եմ իմ անհավատություններեն, հարություն առնեմ իմ բոլոր ինգած վիճակներեն, քանի որ հարությունը եւ կյանքը դու ես Հիսուս, հալելույա։ Հազարոս դուրս եկուր, փառքես դեր, հալելույա։ Մերելնալ եւ հստակ է այստեղ, մերելնալ ելավ, ոտքերը եւ ցերկերը բադանքով գապված եւ երեսը վարշամագով բադված, Հիսուս ավանոնց արցագեցե գադիգա, թող դվեք որ երթա։ Հիմա այն adեն քերեզմաններուն մեջ կտրվեր մերած մարդը գփաթաթվեր եւ այստեղ գրված է բադանքով գապված, ցերկերը, ոտքերը, երեսը, ամեն ինչը։ Մեկ խոսքով այսպես արցամնի պես շատ նեղ գփաթեին մերելը։ Հիմա այստեղ զարմանալի է, որ ինչպես Ղազարոս ոտքի ելավ եւ դուրս ելավ քայլելով։ Քայլելով անկարելի էր երթալ, քանի որ ոտքերը անչափ այսպես զորավոր փակված են, որ չեր գրնար քայլ առնել։ Սիրելիներ, ուրիշ տարբերակ չկա, բացի մեկ տարբերակ, որ Ղազարոսը քետնի վրա չեմ ասեր թրջելով, բայց քետնի վրա սոալով այսպես հադուկ հրաշքով դուրս եկավ։ Ուրիշ ջար չկա, չեր գրնար քալել։ Մեկը ներս չմտավ իրեն դուրս անելու, մեկը ծեր չեր գնցուց, որ իրեն բռնեն դուրս անեն, ինքը դուրս եկավ ինչպես։ Ահա երկրորդ հրաշքը։ Ես քեզ ասեմ, սիրելիս, հավատա, որ երբ Հիսուս քեզ գայցել է, դու պիտի քալես հոգևոր կյանքի մեջ։ Նույնիսկ եթե գապված ես ամեն կողմը, բայց պիտի քալես։ Քանի որ քեզ գանչողը Քրիստոս ինքն է։ Մեզ գանչողը երկնային Աստվածն է։ Ոչ մեկ արգելք պիտի չլա, որ դու չքալես։ Քերեզմանեն դուրս ելնելու համար ամեն ինչ Աստված գնե հրաշքներու շարքը գերգնցնե, որովհետեւ դու նախ կյանք առնես եւ հետո դուրս գաս, բայց դուրս գալեն հետո քո սիրելի քուր եղբայրները այստեղ եկեղեցին կարևոր է, եկեղեցին պիտի կա եւ պիտի արցագե եւ թող պիտի դա։ Եկեղեցին պիտի քագե այդ բոլոր բադանքը, որ թրված էր Ղազարոսին դիմաց։ Ես հարց տվի, արդյոք Աստված չեր գնար այդպես անել, որ քերեզմանին մեջ բադանքները քագված, Ղազարոսը նորմալ դուրս գար։ Գնար անել։ Ինչու չրավ։ Ամեն ինչ իր տեղը։ Քրիստոսի ցայնը, Ղազարոսի հարությունը, Ղազարոսի հարութենեն հետո այն հրաշքը, որ Ղազարոս դուրս պիտի կա, այդ իմաստը, որ ովևէ մեկ քերեզման չի կարող գաբել, չի կարող բահել Հիսուս Քրիստոսի կյանք դվողին, բայց երբ որ դուրս կգա, երբ որ կգա աշխարհ, եկեղեցին հոգ պիտի դանի այդ նորահավատներուն, եկեղեցին պիտի քագե, եկեղեցին պիտի գերագրե, եկեղեցին պիտի դա ինչ որ պետք է դա։ Սիրելի քույր եղբայրներ, հոյակապ պատմություն այստեղ, որ մենք կտեսնենք Հիսուսի մեմևս Աստվածությունը, հարաբերական սերը, որ ուներ Մարիամ Մարտայի եւ Ղազարոսի հետ։ Աշակերտներուն դքեդությունը, բայց հավատքը։ Մարտային հավատքը ինչպես գնաց առաջ, ընդհանուր հավատքեն հասավ կենտրոնական հավատքի, թե Հիսուս ինքն է հարությունը։ Եվ ամենակարող Աստծո զորությունը, որ մերելին կյանք կուտա, մերելին քերեզմանեն դուրս կհանե, առանց քայլելու եւ այդտեղ կյանք կուտա, բարդականություն կուտա եկեղեցին,
որ եկեղեցին իր գործը կատարի։ Եվ այստեղ է որ մենք պատասխանատվություն ունենք իբր ավետարանի քարոզիչներ, եկեղեցի առաջնորդներ եւ ծառայողներ, պատասխանատվություն ունենք ավետարանը շիդակ ցևով ներկայացնելու, օգնելու, որ մարդիկ քագվին ոչ թե իրենց շփացածության մեջ, այլ քագվին Աստծո ծառայելու մեջ։ Եվ այն ժամանակ ուրիշ համար գա որ վերջը մի դիգարտանք թե գսե թե մարդիկ ուքային Ղազարոսին տեսնելու Ղազարոսին գտեսնեին, Ղազարոսին վկայությունը գլսեին, Ղազարոսը դարձել էր ավետարանիչ, իր դանը մեջ ընդունած էր բոլորին եւ ավետարանչություն գներ, քանի որ Աստված իրեն կյանք տվավ։ Մեր կորձն է մարդկանց նորոգել, սրբել, օգնել, հասկացնել եւ քալել սորվեցնել։ Ոչ թե եկեղեցիներ, որ ամեն ինչ ունեն, որ մարդիկ կան եւ նստին եւ իրենց ուզածը ունեն։ Ոչ, այլ եկեղեցին պիտի սորվեցնեն, որ մարդը աշակերտը լա, ոչ թե մարդը շփանա, ոչ թե մարդը իր ուզածին պես եկեղեցին ունենա, իր ուզածին հետ շփվի, ուզածին ներողությունը սե, ուզածին սիրե, ուզածին բարևե։ Ոչ, Հիսուս Քրիստոսի աշակերտը պետք է սորվի հոգեվոր կյանքի մեջ քայլել եւ այս եկեղեցին պիտի անե իր հանդիմանությունով, իր տասյարակությունով, իր սերով, բայց նաեւ իր ճշմարտությամբ։ Եկեղեցին ունի մեծ առաքելություն, մեծ առաքելություն։ Եվ այդ առաքելության մեջ եթե մենք չլանք, վայ մեզի, վայ մեզի։ Համար 45-ին շարունակենք։ Եվ հրյաներեն շատերը, որոնք Մարիամին հետն էին, երբ Հիսուսին ըրածը տեսան, հավատացին։ Անոնց մե ոմանք ալքացին փարիսեցիներուն ու Հիսուսին ըրածը անոնց պատմեցին։ Ուստի քահանաբետներն ու փարիսեցիները ժողով գումարեցին, ինչպես միշտ։ Ուսին, ինչ ունենք հիմա, քանզի այս մարսը շատ հրաշքներ գնե, եթե զանիգա այսպես թողունք, ամեն կնալ անոր պիտի հավատան, եւ հռոմայացիք պիտի կան ու գործանեն մեր սուրբ տեղն ու ազգը։ Հիսուս հրաշքներ գնե, մարդ կփճշկե, մարդ կզդակրե, եւ ասոք կմտածեն իրենց դաջարի շենքի քարերու մասին։ Բիդի կան հռոմայացիներ եւ բիդի կանթեն մեզ։ Եվ այդպես ալ ըրին։ 70 թվականին քարը քարի վրա չմնաց։ Անոնք որ Երուսաղեմ գերտան մանգալու բդդելու եկեղեցիներ եւ այլն։ Ասեմ ցես, ադի վերջը շինված պատմություններ են։ Այդ օրվա Հիսուսը մնացած բանը չի գա։ Քարը քարի վրա չմնաց։ Կանթվեցավ ամեն ինչ։ Եվ այս մարգարեություն էր, որ գդարվեցավ։ Աստուծո մե եկած։ Իրենք ասին հիմա բռնենք այս Հիսուսին, որ մեր դաջարները չքանթվին։ Լրացնենք այս մարդուն, լրացնենք ավետարանի քարոզչությունը, որ մեր եկեղեցին դաջարները չքանթվին։ Հիմա կվա եկեղեցիներն նույն ցևով են։ Քահանաներ, հովիվներ, ավետարանիչներ, պատասխանատուներ, մի խոսքով բոլոր եկեղեցիներու մեջ նույնը։ Եթե իրենց դրված սահմանեն դուրս փամը ասես, քեզ գլրեցնեն։ Եթե ասես սիրելիս, քո եկեղեցական շարժումը սխալ է, եկեք շտկենք, քեզ դուրս կհանեն։ Ինչ որ Հիսուսին այդպես էր։ Եկեղեցիները այսօր դարձել են գրոնական գետրոններ։ Եկեղեցիները, բոլոր եկեղեցիներու մասին է խոսքս, գիտեք ինձ, ես ոչ այս ոչ այն, չեմ հարվածեր ոչ մեկ եկեղեցի, բայց երբ որ եկեղեցի գսեն, պետք է եկեղեցական խոսքին համաձայն մնան։ Ոչ թե հարվածը գուտեն, ինձ մե եւ ուրիշներ են։ Ամեն եկեղեցին պետք է գիտնա, որ ինք Աստծո արչեւ առաքելություն ունի, ճշմարտությունը քարոզելու, օգնելու, սիրելու, շրջապատելու, սորվեցնելու։ Եվ ոչ թե իրենց բադերը պաշտպանելու եւ իրենց աթոռները պաշտպանելու եւ իրենց թիրքերը պաշտպանելու եւ իրենց անոնները պաշտպանելու։ Հիսուսին ուզեցին մերցնել, քանի որ Հիսուս իրենց տաճարի շենքը քանթելու արարգա գրնարելալ։ Եվ իրենք պետք ունեին այդ տաճարին, հрьяաները անպայման տաճարին պետք ունեին, մենք պետք չգտնենք այդ տաճարին։ Հիսուսը ասավ, քանթեցեք այս տաճարը։ Ես պիտի շնեմ իմ մարմինով։ Երբեք Հիսուս չտներ շեշտը գառույցներու վրա, այլ շեշտը գտնեք գառուցողին վրա։ Գառույցներուն վրա շեշտ մի տիր, այլ գառուցողին վրա շեշտիր, եւ այդ գառուցողը Տեր Հիսուս Քրիստոսն է միակ։ Ասավ ես իմ եկեղեցիս պիտի շնեմ, ինք շնեց իր եկեղեցին։ Ոչ թե մենք, ոչ թե մեր այս ագանները, որ քիչ առաջ կսեի, Հիսուսի եկեղեցին Հիսուսն է շնողը, եւ եթե դու իրեն հետևորդ ես, դու իրեն պիտի հետևիս, ինքն է գառուցողը եւ ոչ թե գառույցին պիտի հետևիս։ Շատ կարեւոր է։
Ուրեմն անոնց մեկը Գայապ անունով, որ այս տարվան քահանաբետն էր ըսավ անոնց. Դուք բամը չեք գիտեր, չգալ խորհիր թե աղե գեմեզի, որ մարդը ժողովրդին համար մեռնի ու բոլոր ազգը չգործվի։ Հավասիկ մարգարեություն արավ, առանց գիտնալու։ Ինչպես Աստված էշը խոսեցուց Բալամի օրով, այդպես ալ հիմա քահանայաբեդին գխոսեցնե, միջատ ինքը ովևէ մեկ ցավով Հիսուսին չընդունիր, բայց գխոսեցնե քահանայաբեդին, որ իր գամքը կդարվի, այդ գամքը, որ Հիսուս պիտի մեռներ, ինք միակ մարդ պիտի մեռներ ամբողջ ժողովրդի եւ ամբողջ աշխարհի փրկությանը համար։ Եվ բայց այս բանը ոչ թե ինքն իր մեսավ գսե Հովանեսը, հաբա այն դարվան քահանաբեդը լալով մարգարեացավ, թե Հիսուս ազգին համար պիտի մեռներ։ Եվ ոչ միայն ազգին համար, հաբա որբեսի Աստծո ցիրուցան եղած որդիներն ալ մեկտեղ ժողվե, մեր համար այս խոսքը։ Ոչ թե միայն հрьяաներուն համար, այլ նաև ոչ հрьяաներուն համար։ Այն օրեն հետո որոշեցին, որ սպանեն Զանիգա, ուստի Հիսուս ալ համարցակ չեր բդդեր հрьяաներու մեջ, հաբա անգե անաբադին մեջ մոտ դեղմը քնած, քաղաքը, որուն անունը Եփրայիմ էր, ու իր աշակերտներուն հետ մեկտեղ հոնգեցավ։ Երբ հрьяաներուն Զադիգը մոտեցավ, անգե շատ մարդիկ Զադիգեն առաջ Երուսաղեմ կացին, որբեսի ինքզինքնին մակրեն, ես օրենքին համացայն։ Ու երբ փնդրեցին, ու գփնդրեին Հիսուսը ու դաջարին մեջ կեցած ադենին իրարու գսեին, ցեզի ինչպես կերևնա, անշուշտ այս դոնին բնավ բիդի չկա։ Իսկ քահանաբետներն ու փարիսեցիները բադվեր դվերեին, որ եթե մեկը գիտնա անոր ուր լալը, իմացնե, որբեսի Զանիգա բռնեն։ Հիսուս երկնքի երկի դերն ու դիրական, ցանկը, հարությունը, ճշմարտությունը, ինք եւ հայրը մեկ։ Ուզեցին բռնել, ուզեցին ոչնչացնել։ Անցյալ անգամ գարտացին գսավ Հիսուս, մեկը իմ ցանկս չառներ, ես կուտամ իմ ցանկս։ Երբ որ ժամանակ գուքա, ես պիտի դամ իմ ցանկս։ Սիրելի քույրեր, հոյագաբեն, երբ որ գընթերցենք այս ավետարանները, երբ որ իսկապես կքայլենք խոսքին համաձայն, երբ որ իսկապես կմտածենք ամեն մեկ խոսքի կարևորության մասին, ամեն ինչ մեկ կողմ տնելով, ոչ մեկ իշխանության, ոչ մեկ կառույցի, ոչ մեկ կազմակերպության հետևորդը չենք։ Մենք ուզենք Աստվածաշունչի հետևորդը լինել։ Անշուշտ գլսենք բոլոր կառույցները, բոլոր եկեղեցիները, գլսենք ով ինչ կսե, դերևս մենք սորվելիք բաներ ունենք վստահ, բայց գսորվենք այն բանը, որ խոսքին մեջ հստակ է։ Գսորվենք այն բանը, որ մեզ գսորվեցնեն խոսքեն եւ ոչ թե գառույցի ներքին օրենքներ են, կամ սովորություններ են։ Մենք գառույցի կամ եկեղեցիներու սովորույթի չենք հետևիր։ Մենք կփորձենք ունենալ Քրիստոսագետրոն աստվածաշնչյան ճշմարիտ հիմք։ Անորոմար եթե ես կուզեմ գառույցը սպահել, վստահ բիդելա որ օրը այս խոսքեն մի քանի բաներին բիդի շեղեմ։ Քանի որ այս խոսքեն մի քանի բաներ գառույցին հագարակ բաներ բիդեսե ինձ։ Ուրեմն ես կուզեմ գառույցը սպահեմ, ճշմարտական խոսքի գառույցը բահեմ, գրնալ օրը այս քիրքեն հերանամ։ Անորոմար ճշմարտական խոսքի գառույցը պետք է միշտ հնազանդ լա գառուցողին։ Ուրեմն մենք անդադար պետք է հնազանդ լանք գառուցողին։ Եկեղեցի շնորհը Քրիստոսի մարմինը շնորհը Քրիստոսն է։ Մենք բարձրապես ծառայողներ ենք, որ իր շնաձին մեջ գառուցվում ենք, կգառուցվենք եւ իրմով ավետարանը կփոխանցենք եւ գաբրինք։ Դերորդն է քեզ եւ դա որ այս 11-րդ գլխուն մեջ գարտաս մի քանի անգամ եւ այս մի քանի անգամ գարտալով դիրոջ մեզ ես դեր իմ մեջ հարուցյալ խոսք դուր, ինչպես Ղազարոսին քերեզմանեն դուրս հանեցիր, այդպես ալ իմ մեջ այդ խոսքը դուր, որ ես բացվիմ քեզ նվիրվելու, ծառայելու, սիրելու։ Եվ այս թողնա մեր այսօրվա ճշմարտության խոսքը։ Դերը ձեզ